Գրող հրապարակախոս Ռոզան Ասատրյանը գրում է. Հիշեցում, հիշողությունը գիր է արյան մեջ։ Հայաստանը մոլորակի մարդկության հիմնադիր երկիր է։ Երբ Հայաստանը ազգ ու պետություն էր, ոչ Ատրոպետե Զորավարի անունով ատրպատական կար, ոչ էլ այդ հիմքի վրա դարեր անց ստեղծված Ադրբեջան։ Հետևաբար Ստալինի միջնորդությամբ եւ Աթաթուրքի նախաձեռնությամբ միայն 1936 թվականին 15 ազգերով բռնակցված Բաքվի գուբերնիան որոշվեց կոչել Ադրբեջան։ Իմ կարծիքով հետագայում Ատրպատականն էլ Բաքվին միացնելով ձևավորելու երկրորդ թուրքական պետությունը որպես մեծ կայսրության ենթակա կառավարելի տարածք։ Եղեռնի մեջ ցամաքած հայ ժողովրդին ով էր ընդառաջում, ով էր հաշվի առնում, որ Բաքվի 40%-ը հայեր էին եւ Աբշերոնյան թերակղզու նավթահորերի հիմնադիրները նույնպես։ Արևմտյան Հայաստանում 1.5 միլիոն հայերի բնաջնջումը բախտի բերմամբ ողջ մնացածներին աշխարհի գաղթականներ դարձրեց։ Մոլորակի մտքի տերը կորցրել էր իր հող հայրենին եւ մինչեւ օրս չի գտնում իր ոտնատեղը։ Իսկ զոհերը նրանք արցունքի գետեր դարձան եւ կրեցին Սողոմոն Թեհլերյան վրիժառուի անունը։ Մեկ դար հետո Ադրբեջանն ընդարձակելու նպատակով 1921 թվականին Ստալինը Արցախը եւ Նախիջևանը ժամանակավորապես հանձնում են Ադրբեջանին որպես ավտոնոմ հանրապետություններ։ 1989-ից 90-ական թվականներին ԽՍՀՄ փլուզվեց Արցախի հայերը անկախացան, քանի որ ազերիները հրաժարվեցին ԽՍՀՄ-ի կողմից ճանաչված ադրբեջանական տարածքային ամբողջականությունից։ Արցախը իր բազում տառապանքներից ազատագրվելու հույսով ոտքի ելավ եւ հաղթանակ տարանք։ Երանի 30 տարի հետո ԽՍՀՄ ԿԿԲ-ի գեներալ Հեյդար Ալիևը պատրաստեց Բաքվի ապագա հաղթանակը, պատրաստելով իր գահին փոխարինող որդուն Իլհամին եւ եղավ այն, ինչ եղավ։ Մեկ դար հետո մենք ապրեցինք 1915-ի կրկնվող գենոցիդը։ Այսօր մեր աչքի առաջ ունենալով բազմահազարանոց նահատակների եռաբլուրը։ Ահա այս է ամբողջ կարճ ամփոփագիրը, որի յուրաքանչյուր տողը մեկ գիրք է։ Հիշեցնեմ, որ Նախիջևանի հայությանը ազերիները ամբողջովին կերել էին, քանզի այնտեղ հայ չկար այլևս։ 10,000 խաչքարերն էլ ավազի վերածելով Արաքս գետն էին լցրել, որ հայության հետքերը կորցնեն։ Հետգրություն Ալիև, ինչու չես ուզում հարգել մարդ մնալու արժանապատվությունը։ Դու ամեն ինչ ունես, քեզ ինչն է պակասում։ Խաղաղ ապրիր քո անօրինական ձեռքբերումներով։ Մի օր կզայրացնես ոչ թե մեզ, այլ մրցակցիդ, Փաշաևներին, դու մենակ ես մնալու։ Հանգիստ թող իմ ազնվածին ժողովրդին։ Վաղ թե ուշ կբացվեն նրա արդարության լուսաբացները։